Զբաղվածության մասով երկու ուղղություն ենք հիմնական առանձնացրել։ Նախ դու գիտեք, որ ունենք մեկ միասնական սոցիալական ծառայություն իր 49 գրասենյակներով Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում եւ Երևան քաղաքում։ Եվ ես եւ մենք մեր առաջնպատակ ենք դրել, որ այդ միասնական սոցիալական ծառայության զբաղվածության մասով գործառույթը ըստ էության վերածվի Հայաստանի ամենամեծ կարիերա կենտրոնի։ Այն որ գիտեք, չէ, կարիեր ցենտրներ կան, վեբ կայքով մտնում ես, աշխատանք ես փնտրում, CV-տ ես ուղարկում, upload ես անում, հետո գնում ես ինտերվյուի բան, որտեվ ես կարծում եմ, որ այդ մեր ռեսուրսը թեր օգտագործված է։ Եվ այդ նպատակով օրինակ արդեն իսկ հիմա մենք փորձնական դա արել ենք, մոտ 1000 հոգու գրանցված աշխատանք փնտրողների ուղարկել ենք էլեկտրոնային փոստով պոտենցիալ արկա աշխատատեղերը իրենց տարածաշրջանում, որը նախկինում չի արվել, եղել է հեռախոսով, տենց գործս փնտրում արի մի հատ նայեմ ինչ կա, տենց մոտավորապես այդ վիճակում է եղել, ուստեղից մի հատ էլ հարց է ծագել, որը այդ երկրորդ մասն է վերապատրաստումների։ Այսինքն այս մասը ակտիվացնում ենք, նույնը անելու ենք գործատուներին։ Հենց մեկը գա ասի, գիտեք, ես այսինչ մասնագետն եմ, ես օրինակ լավ խոհարար եմ, լավ վարսավիր եմ, լավ բժիշկ եմ, լավ ինժեներ եմ, մենք այդ նույն մարդու տվյալներն ուղարկելու ենք այն գործատուներին, որոնք որ փնտրում են աշխատողներ եւ դա անելու ենք պարբերական, այսինքն sense իրար փորձելու ենք կապել, իհարկե հեռախոսը եւ անձնական հանդիպումները մնում է ուժի մեջ, բայց նաեւ մասշտաբային sense բան ենք անելու որոշակի ճշգրտումներ կանենք ու այդ բաները կգնա։ Հիմա ստեղից ինչա բացվում։ Պարզվում է, որ մեր քաղաքացիների մեծ մասը ոչ էլեկտրոնային փոստ ունեն, ոչ գիտեն օգտվել համակարգչից, ոչ էլեկտրոնային ստորագրություն ունեն, ոչ մի բան չունեն, որը թվային է եւ ժամանակակից է։ Եվ այս նպատակով մենք արդեն մեր գործընկերների հետ քննարկում ենք ԿԳՄՍ-ի, ԲՏԱ-ի եւ թվայնացման գործընկերները ուզում ենք զանգվածային թվային գրագիտության դասընթաց անել, զանգվածային, տասնյակ հազարավոր քաղաքացիների, որոնք մեր մոտ գրանցված են որպես աշխատանք փնտրող։ Այսինքն իհարկե ավելի շատերին է պետք, բայց առնվազն մենք մեր թիրախ խմբին ուզում ենք անել, որպեսզի նաեւ իրենց թույլ տանք այդ հմտությունները ունենալ, պարզապես փնտրել գտնելու, որտեվ դա էլ է հաճախ։ Մեզ թվում է, թե մենք գիտենք, շատ պարզ է, հեշտ է, կարող ենք մտնել ինտերնետով, կայքերով ամեն ինչ անել, բայց այդպես չի բոլոր դեպքերում։ Դրա շրջանակներում նաև մենք ունենք մի կայք, որը ework.am-ն է, այսինքն համակարգը էդիմ ասած տարբեր կարիեր կենտրոնների, որտեղ կան աշխատատեղեր, հիմա քիչ են, որտեղ դա գործարկման եւ փորձարկման փուլում է, եւ ինչ որ մի օր իմ երազած է այս ֆունկցիայի կատարման տեսանկյունից, մտնել դինեն բոլոր Հայաստանի աշխատատեղերը եւ բոլոր աշխատողները պետք է կարողանան այդ իրանց աշխատանքը գտնել։ Այդ մի ուղղություն, այսինքն զուտ տեխնիկապես կապել պահանջարկը առաջարկի հետ հնարավոր հեշտ նորարարական մոտեցումներով։ Երկրորդը տարբեր թիրախային խմբերի համար առաջարկվող ծրագրերն են։ Հիմա մենք ունենք որոշակի ծրագրեր, անկեղծ պետք է ասեմ, բոլորը չի որ էֆեկտիվ են, որոշները էֆեկտիվ են, հատկապես Ղարաբաղից տեղահանված մեր քաղաքացիների ծրագրերն են էֆեկտիվ, բայց մենք այնտեղ էլ որոշակի ավելի էֆեկտիվացնելու փոփոխություններ կանենք։ Եվ նաև ինքնազբաղվածության ծրագիր ենք ընդունել անցյալ տարի, որը շուտով կմեկնարկի, դա փոքրիկ բիզնեսներ հենվելու, խթանելու ծրագիր է, ու ընդհանրապես իմ տրամաբանությունը այն է, որ մենք պետքա Lego-ի մոդելով առաջնորդվենք, այսինքն ունենանք աշխատող մոդելը, պարզապես մի դետալ մեջը փոխենք, օրինակ մուտքային տվյալները, թե ում համար է այդ ծրագիրը եւ դա աշխատի այդ քաղաքացին, որ ամեն անգամ նոր հեծանիվ չհորինենք, դա ասենք գործատուներին եկամտային հարկի վերադարձի մեթոդն է, դա վերապատրաստում կամ պրակտիկա անելու մեթոդն է, որը մենք կխրախուսենք եւ ինքնազբաղվածությունն է, ու մենք հիմա աշխատում ենք մի քանի ուղղություններով, արագ ասեմ ու անցնեմ 16 միլիոններին։ Նորավարժ աշխատողների վրա ենք աշխատում, որտեղ մենք իրենք խնդրում են աշխատաշուկա մտնելու եւ եթե իրենք երկար ժամանակ չեն մտնում, իրանք կարծես թե արդեն դժվարանում են մտնել, ավակ սերունդն է, որտեղ մենք ունենք նաև, գիտեք, տարիքի առումով երկարակեց արդեն հասարակություն եւ կարիք ունենք իրենց ակտիվ պահել, հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիներն են, ձեր ասած առաջարկն էլ կդիտարկենք, ընդհանրապես կանանց առումով եւ նաեւ երեխայի խնամքի արձակուրդում երկար գտնվող կանայք են թիրախ վերադարձնելու շուկա, որտեղ նաեւ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչ
մինչև այդ պահը կանայք եւ տղամարդիկ հավասար են գնում աշխատաշուկայում ներկայացվածության եւ միջին աշխատավարձի, հետո կանայք հետ են ընկնում այդ պատճառներով։ Դա էլ է շատ կարևոր, դա նաեւ դեմոգրաֆիկ խնդիր է, նաեւ շուտ պետքա իհարկե ավելի լայն մի քիչ մտածենք, սկսած նրանից որ թույլ տանք եւ թույլ ենք տալիս իդեպ հեռավար աշխատանք, գիտեք, հուսով եմ ազգային ժողովն էլ դրանից օգտվում այդ օրենքից եւ որոշ աշխատակիցների թույլ են տալիս տնից աշխատել, օրինակ մենք մեր նախարարությունում թույլ ենք տալիս։ Եվ այնպիսի աշխատանք, որը թույլ կտա միևնույն ժամանակ խնամել երեխային, այսինքն զուգահեռ հնարավոր լինի,